Հիմա 19-ը տրամաբանորեն 14-ից մեծ է կամ 18-ը։ Եվ ինչի պիտի առաջին նիստից առաջ խոսել արտահերթ ընտրությունների պահանջի մասին, երբ որ հենց այդ փուլերին չեն էլ հասել։ Այսինքն ԿՊ-ն հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը ոչ թե ընդդիմություն է լինելու Գյումրի ավականիում, այլ զբաղվելու է սաբոտաժով։ Գումարած ռեպրեսիվ մեքենան են խոդի դնելու, որովհետև ինքնին հասկանալի է, չէ՞, որ Սարիկ Մինասյանը շատ փոքր մարդ է, որպեսզի նման սցենար ուրվագծի։ Իսկ սա ԿՊ-ի քաղաքական որոշումն է։ Ես կարծում եմ, որ նիստերը կբոյկոտեն, որում մի քիչ տարօրինակ է, որ երկրի կառավարող կուսակցությունը նման վարքագիծ է դրսևորում, թեկուզ ինչ-որ համայնքում։ Սա տարօրինակ է, որովհետև փաստորեն սուբվենցիոն ծրագրերն էլ չեն հաստատվելու եւ այլն եւ այլն։ Թեկած ունեն Գյումրու եւ նրա հոգսերի բյուջեի վրա, անկախ իրենց հնչեցրած գեղեցիկ արտահայտություններից